Շատ դժվար հանդիպում ստացվեց, ինչպես որ սպասում էինք, քանի որ երևի տուրի ամենակարևոր խաղն էր, կարելի ասել դերբի էր, ու փառք ու պատիվ տղաներին ամբողջ 90 րոպեի ընթացքում կարողացան կարգապահ բարձր կոնցենտրացիայով ուրեմն ֆուտբոլ խաղալ, կարելի ասել այն ինչ ցանկանում էինք, այսօր դաշտում կարողացանք իրագործել, տեսակ առաջի խաղակեսի վերջամասից սկսած ունեցանք խնդիրներ, նախ փոխարինեցինք Ուրոշին վնասվածքի պատճառով, հետո Միշմանը ուրեմն Կոնեն ուներ ցավեր ու փոխարինեցինք Կոնեին, փառք ու պատիվ նաև այն տղաներին, որոնք փոխարինման դուրս եկան ու կարողացան այդ բացը լրացնել, շատ բան չունեմ ասելու, առաջնությունում շատ խաղեր կա, կարևոր էր, որ այսօր մենք կարողացանք հաղթել ու 3 միավոր վերցնել, շարժվում ենք առաջ։ Հենց այդպես էր ծրագրված ի սկզբանե մարտավարությունը, թե Արարատ Արմենիան էր զիջել առավելությունը եւ մեզ ստիպել էր ավելի հարձակողական ոճի ֆուտբոլ խաղալ։ Դե մենք ուսումնասիրել էինք հագարագորտին, հագարագորտը նախորդ խաղը նույնպես այդ մարտավարությամբ էր խաղացել, մենք տեղյակ էինք, ու ըստ այդմ մենք կառուցեցինք մեր խաղը։ Մորիկոնը եւ Ուրոշնինալովիչը ինչպիսի վիճակում են, արդյոք շուտ կվերադառնան խաղադաշտ։ Սպային ինֆորմացիա չունեմ, տեսնենք։ Եվ Աղվան Պապիկյանն արդեն երկրորդ խաղն անընդմեջ գոլային փոխանցում է կատարում, ինչ կասեք նրա մասին, արդյոք երկար ժամանակ Հայաստանում չէր խաղում, վերադարձել է կրկին, ադապտացիան ինչպես է նրա ընթանում։ Դա նորմալ է, ոչ մի զարմանալի բան չկա, կարելի է զարմանալ այն դեպքում, երբ որ այդ գոլային փոխանցումներն ու նաև գոլերը կուշանան, քանի որ ինքը կիսապաշտպան է ու իր պարտականությունների մեջ է մտնում այդ գոլային փոխանցումներն ու գոլ խփելը, այնպես որ ամեն ինչ նորմալ է, զարմանալու ոչինչ չկա։